Լավագույն տարբերակը հայ առաքելական եկեղեցու որևէ հարգանք վայելող սրբազանը կլինի։ Նման թեկնածուն կլիներ լավագույնը։ Իմ համոզմամբ։ Ասում են, թեև նա է առաջնորդում վեհափար Հայրապետը, այդուհանդերձ շահառու նախագահներից մեկն է։ Վեհափար Հայրապետը օրհնել է։ Սրբազանը իրավիճակ է ներսում։ Աղավեկցություն ենք արել։ Պարոսի մեջ մեկը ավտոկվարի, մեկը խանութ Հիմա իրենք պետք է կոնտրոլ անեն, չեն կարող 15 ժամ թողեն, որ ավտոները բաղվեն, փողոցները փակեն, տղերուկը լարերը քաշեն փակեն գետին։ Չեն կարող, կոնտրոլը դուրս է նշանակում։ Վեհափար Հայրապետը օրհնել է։ Երբ սրբազանը ասեց, որ դուրս են գալի փողոց, ուրեմն ավարտակը, գործը ավարտակը։ Կամ են կներեն, կամ կներեցեն։ Կաթոլիկոսը ինձ ասում է ընտանիքի անդամներին ինչի՞ չես վերցնում գնաս միտինգ անես Նիկոլի դեմ։ Որևէ մեկը իրավունք չունի իմ ընտանիքի անդամներին որևէ ակնարկ անի։ Ենթագիտակցորեն մեր մեջ վախեր են նստացրել։ Եվ գնալով այդ վախերի ներարկումները շատացրել են։ Այն աստիճան, որ որևէ մեկ հոգևորական ինքը շատ լավ գիտի, եթե ձայն հանի, դա դառնալու է իր վերջը, իր ծառայության վերջին օրը։ Բոլոր այն հոգևորականները, ովքեր որ Քրիստոսի խոսքը կատարում են, խնդիր ու պրոբլեմ ունեն։ Օրինակը կարող եմ բերել եւ չեմ ուզում թաքցնել։ Սյունյաց թեմում ծառայող հայ Միքայելին։ Նրան հանել են եկեղեցուց եւ ժողովուրդը հետ բերեց։ Ինչի են հանել։ Որովհետեւ նրա հեղինակությունը խանգարում էր այս մարդկանց։ Գեարտից մի հատված, շատ փոքրիկ հատված, ուղարկվել է ռուս եկեղեցուն, ռուս եկեղեցու հովվապետի խնդրանքով։